Մարդկանց տեսակները, որոնց հետ ես պրինցիպիալ չեմ շփվում։ Առաջին, մարդիկ, որոնք չեն աճում։ Ասենք շփվել ես մարդու հետ 5 տարի առաջ, 10 տարի առաջ, մի տարի առաջ, հիմա շփվում ես եւ տեսնում ես, որ մարդու պատկերացումները, ունակությունները, ամեն ինչ նույնն է մնացել։ Երկրորդը, մարդիկ, որոնք խիստ անգրագետ են, գրում են ահավոր սխալներով, խոսում են ահավոր սխալներով եւ իրենց անգրագիտությունը անընդհատ արտահայտվում է։ Դու չես կարողանում ասենք մարդու հետ շփվել 5 րոպե, առանց այդ 5 րոպեվա մեջ 5 անգամ համոզվելու, որ ինքը անգրագետ է։ Երրորդը, մարդիկ, որոնք ունեն արտահայտված անկանոն սեռական կյանք։ Կապ չունի կին թե տղամարդ, երբ որ ես տեսնում եմ մարդը անընդհատ ինչ որ, եթե տղամարդը 1000 հատ ընկերուհին ունի, սրան պետք է խափի, նրան պետք է խափի, սրա հետ հանդիպի, նրա հետ հանդիպի, ու այդ սեռականությունը մարդու անընդհատ sense արտահայտված այդ անկանոնությունը արտահայտվում է մարդու խոսքի մեջ եւ ռեժիմի մեջ, ես այդ մարդկանց հետ աշխատում եմ չշփվել, որտեվ ինձ խանգարում է, չգիտեմ։ Չորրորդը, վատ կոմունիկացվող մարդկանց հետ չեմ շփվում։ Օրինակ, գրում ես, պատասխանում է ուշ, զանգում ես, չի պատասխանում, հետ չի զանգում։ Եթե մարդը չունի այնքան հարգանք դիմացինի նկատմամբ, որ քո զանգին, մեսեջին, որևէ մի ձևով թեկուզ ժամանակ չունի այդ պահին կարճ պատասխանի, կամ ասի մի քիչ ուշ կզանգեմ, կամ մի քիչ ուշ կգրեմ, կամ ինքը հետո զանգի կամ գրի, այդպիսի մարդկանց հետ ես կտրականապես չեմ շփվում, որտեվ ծանր է, ինձ դա խանգարում է։ Իդեպ ասեմ, որ արդյունավետ մարդիկ, մեծ արդյունքներ գրանցող մարդիկ այդպիսի վարք չունեն։ Հաջորդը, 5-րդը, մարդիկ, որոնք առանց առիթի խոսում են իրենց անձնական խնդիրների մասին։ Ինձ համար սա ոնց որ ասում են red flag է, կարմիր դրոշակ է։ Եթե ես տեսա մարդը առանց առիթի, առանց հարցի, առանց որևէ մի լուրջ առիթի խոսում է ինքն իր անձնական խնդիրների մասին, դա նշան է, որ մարդու հետ պետք չի շփվել։ Արդյունավետ մարդիկ իրենց այդպես չեն պահում։ Իմ փորձից եմ ասում։ Հաջորդը, մարդիկ, որոնք ունեն գրպանի փողի խնդիր։ Հատուկ շեշտում եմ գրպանի փողի խնդիր, որտեղ նույնիսկ հարուստ մարդիկ կարող են փողի դեֆիցիտ ունենալ։ Բայց եթե մարդը տարիներով սիստեմատիկ ունի գրպանի փողի խնդիր, դա ոչ մի առնչություն չունի երկրի տնտեսության կամ աշխատանք կորցնելու հետ, առնչություն չունի, դա ապրելու ռեժիմ է։ Այդպիսի մարդիկ են, որոնք միշտ ունեն գրպանի փողի խնդիր։ Ես աշխատում եմ այդպիսի մարդկանց հետ չշփվել, որտեվ իրանց հետ շփումը հիմնականում այդ թեմայի շուրջ է։ Այս պահին մի 2000 դրամ ինձ տուր, 500 դրամ ինձ տուր, որ մի հատ արագ խնդիր լուծեմ։ Դա հոգեբանություն է, հասկացեք։ Եվ վերջինը, մարդիկ, որոնք ուզում են բանավիճել ոչ հրապարակային։ Հիմա կարող եք զարմանալ, ինչ է նշանակում, ինչ խնդիր կա դրա մեջ։ Մարդիկ, որոնք ուզում են բանավիճել ոչ հրապարակային, այսինքն բոլորի աչքից, ականջից հեռու։ Դրանք այն մարդիկ են, որոնք ի վիճակի չեն որևէ արժեք ստեղծելու։ Խոսքը չի վերաբերում, ասենք, ընտանիքի անդամներին կամ ընկերներին, որոնց հետ դու նստած ես, այդ պահին ինչ որ մի բանում անհամաձայն եք, կարող եք բանավիճել, դրա մասին չի խոսքը։ Խոսքը վերաբերում է սոցիալական մեդիայի, Facebook, Instagram, TikTok, LinkedIn, Twitter մնացած տեղերում, երբ որ դու մարդու հետ ուզում ես մի բան բանավիճել, ինչ որ մի հրապարակային բանավեճ ես տանում, եւ մարդը ասում է, ես քո հետ համաձայն չեմ, դու սխալ ես, բայց արի հրապարակային չբանավիճենք, այլ բանավիճենք անձնական չաթում, այդ մարդկանց հետ ես չեմ շփվում։ Երբ որ դու հրապարակային բանավեճի առիթ ունես եւ դրանից հրաժարվում ես, դա դիագնոզ է շատ վատ բանի։ Մանավանդ դա դիագնոզ այն մարդկանց համար, որոնց թվում է, թե իրենք զբաղված են ինչ որ հրապարակային գործունեությամբ